Պարոն Մեսյան, խնդրեմ։ Ծիսական որ արարողակարգի է պատկանում շավալի պար եւ ժողովրդական ինչ այլ անվանում ունի այն։ Շավալի պարը պատկանում է հարսանեկան պարերի շարքին։ Նախկինում մեր նախնիները տոների յուրաքանչյուր տոնի ժամանակ ունեին դրան բնորոշ պարերը։ Շավալին հարսանեկան պար է եւ հիմնականում պարում էին խնամիները։ Շավալի պարը եկել է Կարնո գավառից եւ կա այդ մի արտահայտություն է պահպանվել։ Խնամի ջան պար եմ սորվել, 2 գնա, 1 շորորա։ Շավալի ժամանակ հիմնականում չի պահպանվել այն գաղափարը, թե տղայի աղջկա կողմի խնամիներն են բարել, սակայն մինչ այժմ Կարնո գավառում մի փոքր պահպանվել է այս բարից մի որոշ հատված, որտեղ պարում են աղջկա կողմի խնամիները։ Ժողովրդի մեջ ինչ էին ասում այս բարին։ Շավալին այն Ովքեր էին պարում այս բարը։ խնամիները։ Ուրեմն ժողովրդի մեջ ասում էին խնամոնց պար։ Ինչպես գիտենք, հայկական պարերի մեջ ամենագլխավոր մարդը պարբաշին է ժողովրդական խոսքով, գրական հայերենով պարագլուխը եւ պարապոչը։ Ցավոք այս խմբի ամենաթույլ օղակները պարբաշին եւ պարապոչն էին։ Պարը ավելի լավը կարող էր լինել, բայց պատասխանը լավն էր։ 9 միավոր։ Ես մի քիչ ուզում եմ բողոքել, որովհետեւ եթե պարը այս համեմատենք մյուս պարերի հետ, բավականին թերի էր։ Այս դեպքում ես հանում եմ 1 միավոր։ 8 միավոր է վաստակում ծիրանագույն թիմը։ Կարմիր թիմ։ Մենք ընտրում ենք քետարը։ Քետարը, խնդրեմ։ Զարմանահրաշ աշխարհ։ Հազարամյակներ շարունակ չի նվազում այցելուների հետաքրքրությունը Վադի Բիբան Էլ-Մուլուքն արքաների հովիտ կոչված դամբանակաղակի նկատմամբ։ Որտեղ էր այն գտնվում, ինչու էր կոչվում արքաների հովիտ, հնագիտական ինչ հայտնագործություն է կապված այս վայրի հետ։ Պատրաստ եք։ Խնդրեմ։ Հարցին կպատասխանի Մաթևոսյան Սոսը։ Սոս։ Վադի Բիբան Էլ-Մուլուք, այսինքն արքաների հովիտը գտնվում է պատմական Վեզետ քաղաքի մոտ, որը 500 տարի եղել է Եգիպտոսի մայրաքաղաքը, գտնվում է այժմյան Լուքսոր քաղաքի տեղում, որը գտնվում է Կահիրեից 600 կիլոմետր դեպի հարավ, ուրեմն արևելյան Նեղոս գետի հովտում, նրա արևելյան մասում տարածվում էր բնակելի թաղամասը, իսկ արևմտյան մասում գտնվում էր արքաների հովիտը, որտեղ կային բազմաթիվ դամբարաններ, նրանցից այժմ 64-ը հայտնաբերված են։ Այստեղի ամենակարևոր հնագիտական հայտնագործությունը դա Թութանհամոնի դամբարանի հայտնագործումն է, որը կատարվել է 1922 թվականին, հայտնագործողը եղել է Հովարդ Քարթերը։ Լսենք ճիշտ պատասխանը։ Քրիստոսից առաջ 16-ից 11-րդ դարերում Եգիպտոսի սիրտը Վեզետ քաղաքն էր։ Հին հույներն այն կոչել են Թեբե։ Քաղաքը կառուցված էր շիկացած ժայռերով շրջապատված հովտում եւ հայտնի էր իր մոտ 10 քառակուսի կիլոմետր մակերես ունեցող դամբանակաղաքներով, որոնցից ամենահայտնին արքաների հովիտն էր։ Այն այդպես էր կոչվում, որովհետեւ դամբանակաղաքում էին թաղված ամենանշանավոր փարավոնները։ Այստեղ է գտնվում նաեւ Թութանհամոն փարավոնի դամբարանը։ Խնդրեմ, պարոն Գրիգորյան։ Սոսը ընդհանուր առմամբ հարցին տվեց ճիշտ պատասխան, բայց ինչու էր կոչվում արքաների հովիտ, պետք է նշվեր, որ դա հենց փարավոնների դամբարանադաշտ էր, փաստորեն դա որոշ չափով այստեղ թերի էր։ Գնահատվում է 9 միավոր։ Կապույտի։ Մենք ընտրում ենք Փյուր տառը։ Փյուր տառը, խնդրեմ։ Դարձյալ զարմանահրաշ աշխարհ։ Դուք հավասար եք մարցում։ Որն է աշխարհի հայտնի ամենահարուստ գտածոն։ Այն ով է հայտնաբերել։ Մենք վերցնում ենք Նժդեհիկի օգնություն։ Նժդեհիկի օգնություն խնդրեմ։ Հիշեք, փարավոններին։
այդ գտածոն Թութանհամոնի դիմակն էր, որը գտել է քարտերը 1922 թվականին, երկար պեղումներից հետո արդեն անհույս էր եւ արդեն պետք է դադարեցնեին պեղումները եւ հանկարծակի վերջի վայրկյանին աշխատողներից մեկը գտավ մի դուռ, որը տանում էր աստիճաններով դեպի ներքև, իսկ այնտեղ գտնվում էին Թութանհամոնի դիմակը, նա գերեզմանը, ինչպես նաեւ շատ այլ թանկարժեքներ, կարող եմ որպես լրացում ասել, որ եւ ամբողջ անձնակազմը հայտնաբերելուց մի քանի օր անց բոլորը մահացել են եւ դա սկզբում կարծում են թե Եգիպտոսի այդ փառավոնի նավսի պատճառով էր, անեծքի պատճառով էր, սակայն հետագայում պարզվեց, որ դա այնպիսի նյութեր էին այնտեղ օծել էին փառավոնին, որպեսզի նա միշտապես երիտասարդ մնա եւ ով որ ոտք դնի այդ տաճարը, դամբարանը, նա կմահանա եւ նրանք շուտով զոհվեցին։ Վերջ։ Տեսեք ճիշտ պատասխանը։ 1922 թվականին անգլիացի Հովարդ Քարտերը մեծ դժվարությամբ կատարեց վերջին փորձը, պեղեց արքաների հովտի դեռ չուսումնասիրված փոքր հատվածը եւ հայտնաբերեց պատմությանը հայտնի ամենահարուստ գտածոն՝ Թութանհամոն փարավոնի մումիայով տապանը։ Այնտեղ մեծաքանակ արժեքավոր իրեր կային, դրանց թվում ոսկուց ձուլված տապանը, սարկոֆագը։ Թութանհամոնի գերեզմանը պատված էր արվեստի գործերի այնպիսի քանակությամբ, որ 10 տարի պահանջվեց դրանք ցուցակագրելու համար։ Խնդրեմ, պարոն Մրգելյան։ Բացի սարկոֆագից եղել են այնքան արվեստի գործեր, որ 10 տարի է պահանջվել միայն դրանք ցուցակագրելու համար։ Փոքր թերության համար 9 միավոր։ 9 միավորից դուրս է գալիս 3 միավորը Նժդեյքի հուշման պայմանով, 6 միավոր է վաստակում Կապուչինը։ Ծիրանագույն թիմ։ Մենք ընտրում ենք վև տառը։ Վև տառը, խնդրեմ։ Երգերաշտություն։ Հարցին պատասխանի Գոհարը։ Գոհար։ Հնչեց Կոմիտասի մշակմամբ անձրև եկավ ստեղծագործությունը։ Հարցը խնդրեմ։ 1949 թվականին Արամ Խաչատրյանն ուղևորվում է Իտալիա ծանոթանալու հին Հռոմի երաժշտական նմուշներին իր մտահղացած բալետում օգտագործելու համար։ Մեծ կոմպոզիտորը որ բալետն էր ծրագրում ստեղծել, երբ եւ որտեղ տեղի ունեցավ բալետի առաջին բեմադրությունը։ Պատրաստ ենք։ Հարցին պատասխանի Կարինեն։ Կարինե։ Խոսքը Արամ Խաչատրյանի Սպարտակ բալետի մասին է։ Երկար ժամանակ Արամ Խաչատրյանը ցանկանում էր գրել Սպարտակի եւ նրա զինակիցների կատարած արշավների մասին, սակայն ինչ-ինչ պատճառներով այն անընդհատ հետաձգվում էր։ Միայն 1954 թվականին Արամ Խաչատրյանը հանձն առավ գրել այդ ստեղծագործությունը եւ 1956 թվականին Սպարտակ բալետը առաջին անգամ բեմադրվեց, բայց թե որտեղ է բեմադրվել, չգիտեմ։ Հիմա լսենք ճիշտ պատասխանը։ Կոմպոզիտորը ծրագրում էր կյանքի կոչել 20-րդ դարի ամենաուշագրավ բալետային ստեղծագործություններից մեկը՝ Սպարտակը։ Հռոմի գլադիատորների քաջերի առաջնորդ Սպարտակին եւ նրա ղեկավարած շարժմանը նվիրված գործի գաղափարը կոմպոզիտորն ուներ դեռևս 1930-ական թվականներից, բայց այն իրագործել հաջողվեց 1950-ական թվականներին։ 1956 թվականին Լենինգրադի Կիրովի անվան օպերայի եւ բալետի թատրոնում տեղի ունեցավ Սպարտակ բալետի առաջին բեմադրությունը։ Խնդրեմ, Տիկին Բրուկյան։ Հարցի առաջի կեսի պատասխանը ճիշտ էր, ուղղակի տվյալ դեպքում դա խմբերք էր, հա? Կոմիտասի մշակումը խմբերքային ստեղծագործություն էր, անձրևն եկավ, ուրեմն արդյունքում թիմը վաստակում է 9 միավոր։ Մեզ հետ երազանքներն իրագործելի են։ Հայ բիզնես բանկ, ապագայի հուսալի ճանապարհ։ Խաղն ավարտվեց։ Կարմիր թիմը Երևանի
Քաջունու անվան համար 54 դպրոցից եկած աշակերտները վաստակել են 58 միավոր եւ հաղթում են։ Շիրակից Գյումրու ֆոտոն վարժարանի թիմը վաստակել է 52 միավոր, գրավելով երկրորդ տեղը, եւ Ծիրանագույն թիմը Կոտայքի մարզի Քասախ գյուղի դպրոցից 42 միավոր։ Այսպես է, պայքարի մեջ նաև պարտություններ են լինում։ Ինչպես միշտ մեզանից գնում են նվերներով չհաղթաստիները, իսկ այդ նվերներն են Անթարես հրատարակության կողմից շնորհված այս պատկերազարդ գրքերը եւ Հայաստանի Հանրագիտարանի խմբագրության կողմից դպրոցական մեծ հանրագիտարան նույնպես հրաշալի գիրքը։ Բայց մենք ունենք նաև մի շատ կարևոր մրցանակ, մեր հեռուստադիտողը հիշում է, լեզվի մրցանակ։ Այսինքն պարոն Գյուրջյանը հիմա կհայտարարի այն երեխայի անունը, այն մասնակցի անունը, ով ամենալավն էր խոսում այսօր մեր հայերենով։ Մրցանակը լեզվի այսօր շնորհվում է Ծիրանագույն թիմից բանահյուսության հարցին պատասխան, ընտիր պատասխան բերած եւ հայասպետ վաստակած Գոհարին։ Մրցանակը կրթության նախարարության կողմից է, Գոհար, շնորհավորում ենք։ Գիտադարան գիրքը։ Իսկ հաղթող թիմի մրցանակն է, այո, իհարկե այսօր ունի հաղթող թիմը մրցանակ։ Մրցանակը հիմա ինքներդ կընտրեք, որտեղ մենք երկու տարբերակ ենք առաջարկում։ Մեկը երրորդյա արշավ, իսկ մյուսը համակարգիչ դպրոցի համար։ Երրորդյա արշավ։ Ես ավելի չգայթակղելու համար չասացի, թե այդ երրորդյա արշավը ինչ է, հիմա բացեմ, այն ձեզ համար սահմանել էր Ծաղկաձորի գրողների ստեղծագործական տունը, երրորդյա հանգիստ Ծաղկաձորում։ Շնորհավորում եմ։ Ինձ մնում է միայն մեկ անգամ եւս կրկնել, որ գիտելիքը ուժ է եւ այն հզորություն է տալիս ոչ միայն քաղաքացիներին, այլ նաեւ պետությանը։ Լինենք հզոր, կհանդիպենք մեկ շաբաթից։